շատ եմ սիրում։ Ուզում դուք միշտ մեր կողքին լինեք, ես հպարտ եմ ձեզանով։ Շնորհակալ եմ, ապրես։ Շեխերի տերից տղզում չկա։ Շատ ուրախ եմ։ Լավ եք սապտալ։ Շատ լավ, շատ լավ։ Լավ ես։ Շատ լավ։ Մենք ցավս դերետ ենք։ Սարդարապատ Բաշապարան Ղարաքիլիսա։ Հենց այստեղ տեղի ունեցած մայիսյան հերոսամարտերի շնորհիվ էր, որ հայկական ուժերը կասեցրեցին թուրքական զորքերի առաջխաղացումն ու մեր ժողովուրդը կարողացավ կերտել դարերի փաբագը Հայաստանի առաջին հանրապետությունը։ Ապարանցիների ամենասպասված տոնին չի կարող ներկա չլինել Գագիկ Ծառուկյանը։ ԲՀԿ առաջնորդը վաղ առավոտից եկել է շնորհավորելու ապարանցիներին ու մեր ժողովրդին տոնական օրվա առթիվ, մեծարելու մերօրյա ու բոլոր ժամանակների այն հերոսներին, որոնք կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի, հանուն մեր ինքնության պահպանման։ Տոնական այսօրով այստեղ է գտնվում, ինչպիսի զգացողություններ է պատմական այս վայրում։ Տոնական, հաղթական, նայելով իհարկե միայն տոնական, բարձր տրամադրություն։ Մայիսի 28-ը ապարանցիների ամենասպասված օրն է։ Բաշապարանի հերոսամարտի տոնն ուղեկցվում է երկու տոնական սեղաններով, ուխտագնացությամբ դեպի վերածնունդ հուշահամալիր։ Գագիկ Ծառուկյանը թիմակիցների, համակիրների ու բազմաթիվ ապարանցիների հետ երթով բարձրանում է դեպի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին։ Ի թիվս տարբեր հարցերի Գագիկ Ծառուկյանը անդրադառնում է նաև հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հրապարակմանը, թե իբր ԲՀԿ ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանել։ Իրականությանը չի համապատասխանում, այսպիսի բան չի կարող լինել, դա բացառված է, շինց ու գործ է, իմ թիմակիցները բոլորն էլ դա գիտեն։ Սարկած գործ է, այդքան բան։ Պարոն Ծառուկյան, չեն նաև խուսափում մականունով դիմելուց, առանց անուններ տալու մականուններով են խոսում։ Ինչպես եք արձագանքում առհասարակ այդ ոճին այդ։ Ես կարող եմ ասել, որ ցանկացած երևացող աշխույժ մարդ միշտ էլ մականուններ ունեն։ Այն մարդիկ, որ իրենց բան չեն, մականուն չունեն։ Ավելավա մականուն ասք, հաստե ծածկանուն ունաս։ Մեկ էլ մի բան ավելացնեմ, որ աշխույժ ուժեղ երիտասարդ եմ եղել, իմանալու համար ով է այս երիտասարդը, Դոդենց Գագոն։ Իմ ցեղում մարդիկ դոդի ամաններով են հաց կերել, որ իմանան ով է այս երիտասարդը, բայց հիմնական որ ինձ ասում են բոլորը 100%, դե թող ասեն, ասում են թագավոր, այդքի չեն ասում, այլ թե որ ասում են Դոդենց Գագոն։ Իմ տոմը ես ասում ցեղի մեջ մեծ ամանները, որ կոչվում են դոդի ամաններ, դրանով են ճաշել։ Ճանաչելու համար այս երիտասարդովը Դոդենց Գագոնա, դոդի Գագոնը։ Ինչ կա դրա մեջ, որ մարդիկ իրենք իմանալով ինչ-որ քայլ են կատարում։ Պարոն Ծառուկյան, նաև առավել լեգենդար դարձավ ձեր ворծառյուծը։ Բերեն այսպես ворծառյուծից են խոսում, ինչպես է զգում իրեն այսքան խոսալուց հետո։ Ворծառյուծը շատ հպարտ, հանգիստ, իր համար վայելում է իր հանգիստը, նա երբեք ու երբեք մարդ մինչև չբզբզի, ոչ մի բան իր տեղը հանգիստ, պարկեշ նստած է, եւ որևէ մեկին վնաս չի ներկայացնում։ Ծանրակշիռ սա հիմնական, որ միշտ ուժեղ մարդը հանգիստ է լինում, մինչև չբզբզես, նա երբեք ու երբեք քայլ չի կատարում։ Գագիկ Ծառուկյանի գլխավորած երթի մասնակիցները շարժվում են դեպի վերածնունդ եռախորան հուշահամալիր։ Գագիկ Ծառուկյանը հարգանքի տուրք է մատուցում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին, ծաղկեպսակ դնում հուշահամալիրին։ Մայիսյան պանծալի հաղթանակներ կերտած ազգը դառնալով մի բռունցք համախմբվելով միասնության գաղափարի շուրջ դեռ շատ հաղթանակներ պիտի կերտի վստահ են ապարանցիները։ Իրենց նախնիներն ու Արցախյան պատերազմի նորօրյա հերոսները այդ պատգամն են թողել։
Հենց այս հավատով էլ Գագիկ Ծառուկյանի հետ նշում են Բաշապարանի հերոսամարտի օրը, հավատով, որ նույն այս բարձունքում բազմաթիվ հաղթանակների մասին են լսելու։ Այսօր հավաքվել ենք այստեղ Բաշապարանի հերոսամարտի մեր հերոսներ, մեր հայրենակիցների, այսօր իրանց հիշատակը վառ լինի, որ նրանք կարողացել են բարձր պահել հայ պատիվը, պայքարել միասնական իրար կողքի եւ հաջողությունը հաղթանակը նկատել։ Այնպես որ ազգը միասնական լինի, միշտ էլ հաջողությունը հաղթանակը լինի։ Հարկ ու պատիվ մեր հերոսներին, մեր հայրենակիցներին, Բաշապարանի բادرի մասնակիցներին։ Իրենց հիշատակը վառ Գագիկ Ծառուկյանը բոլորին հրավիրում է մասնակիցը դառնալու տոնախմբության, որի միացել են բազմաթիվ բնակավայրերից։ Ամեն տարի արտերկրից այստեղ է գալիս նաև Դրոյի թոռը, ծաղիկներ խոնարելու մեր ազգի հպարտություն Պապի Դամբարանին։ Դրոյից ժառանգություն այս ժամացույցն իբրև մասունք ցույց տալով հավատում է, որ ընդդիմության միասնական հաղթանակի դեպքում հայ ազգն ունենալու իր վերածնունդն ու կերտելու է նորանոր հաղթանակներ։ Ես եկել եմ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքից։ Իմ այսօրվա ուղերձն է՝ հիշեք, թե ով ենք մենք։ Մենք վախկոտ չենք։ Մայիսի 28-ը, մայիսի 28-ի մարտերը վախկոտության մասին չէին, այլ գործողության եւ մեծ գործեր անելու։ Հանձնվելն ու ասելը, թե մենք պարտվել ենք, ընդունելի չէ։ Ես աջակցում եմ յուրաքանչյուրին, ով կհաղթի այս վարչապետին։ Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել նման պատմական օրվան, ներկա գտնվել այս ուժեղ թիմի կողքին, քայլել ուժեղ առաջնորդի հետ։ Հուսով եմ մեր պատմության էջերում դեռ կլինեն նման հաղթական օրեր։ Այսօրվա խորհուրդը Բաշապարանի միջոցառումներ, հաղթանակի օրներ, որ պարոն Ծառուկյանի գլխավորությամբ նշեցինք, տոնեցինք, նման միջոցառումները շատ կարևոր են մեր հայ ազգի համար, ոգեշնչելու, հետագա հաղթանակների ու մեր հայրենիքին տեր կանգնելու համար։ Շատ ուրախ եմ, որ այսօր մի սեղանի շուրջ պարոն Ծառուկյանի հետ հաց ենք կիսել։ Մենք բազում հաղթանակներ ենք ունենալու հետագայում։ Ազգին միախմբում է, համախմբում է, որպեսզի միասնական լինենք, այդ է նպատակը Ծառուկյանի։ Մենք պիտի համախմբվենք, մենք պիտի ունենանք հաղթանակներ միշտ։ Կարծում եմ յուրաքանչյուր հայ իրեն հարգող տեսակ պետք է անպայման նմանատիպ տոները անպայման նշեն մեր հայ ազգի հետ միասին։ Ինչպես միշտ այստեղ էլ մարդիկ անկեղծ զրույցի են բռնվում ԲՀԿ առաջնորդի հետ, փոխադարձ նորավորում տոնական օրվա առթիվ գրկախառնվում, լուսանկարվում։ Տոնական մթնոլորտը թևածում է ամենուրեք, մարդիկ միմյանց շնորհավորում են խաղաղ երկրի ու նորանոր հաղթանակների հույսով։ Հաղթանակ են մաղթում նաև Գագիկ Ծառուկյանին, նրա կողքին տեսնելով իրենց երեխաների խաղաղ օրը։